Յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսա, նու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքից համար։ Բայց դուք ինչ հասկացիք։ Ընդհանրապես ասում եմ կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պիտի մի հատ ելույթ ունենան, ամեն խոսքից հետո։ Չէ, ուժի ցուցադրում էր ինչ էր ՈՊՊՑ-ին կանչ։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի ես Չլինի այդ տեսարանը։ Ում էր ուղղված ամբողջ ֆրակցիան դուրս եկա։ նախագահողի ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա նորմալ չէ։ Կներեք։ Ամբողջ ֆրակցիան լքում է։ Երբ կվերադառնաք, պարոն Աբրահամյան։ Երբ որ համաձայնություն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազինյանի նկատմամբ, հիրավի պարոն Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին Հարգեն Ալեքսանյանի մասին է։ ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր այնինչ պետք է նա ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի Ես կարծում եմ, որ ֆրակցիայի ընկերները ուղղակի ինշան աջակցության որոշեցին լքել ֆրակցիայի ազգային ժողովի Հիմա բացանք հանձնաժողովի նախագահի քննարկումը տապալվեց, չեք մասնակցել այսքան։ Դե չեմ կարծում տապալվեց, իրենք թող Արեգ Հովսեփյանի թեկնածությունը չէ՞ Վերջացավ։ Ձերը քննարկեցին, հա, ձեր նախագահները։ Սիրելի լրագրողներ, տեսեք խնդիրը ինչու՞ն է։ Արդեն 2 շաբաթ է ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում։ Նախագահողները ամեն անգամ, եթե նկատել եք, անընդհատ այդ յուրաքանչյուր իրենց ընդդիմադիր падգամավորից հետո իրենց շատ երկար առանց ժամանակի առանց ոչ մի բանի իրենց անգամ ելույթ այսօր տեղի ունեցավ աննախադեպ Աննա Գրիգորյանի անգամ ելույթի ժամանակ ընդհատեց փոխնախագահը ու սկսեց խոսել ես չգիտեմ չեմ կարծում վատ բան եմ արել բայց մեր հայրենակիցներին ընդհանրապես ուզում եմ ասել որ ով է լիներ այս դահլիճում հաստատ այդ ռեակցիան կա։ Ձեր կապած ինչ տեղի ունեցավ, որ ձեզ ոնց որ ուժով փորձեցին դուրս հանել։ Մի հատ նկատողություն տվեց, ասի հաջորդը ինչ պետք է անես, երկրորդը տվեց, երրորդը Հա դուք տեղից արձագանք Եթե դու չէի գալիս, արդեն հաջորդ օպերացիաներ տեղ ունենում, որ ես թույլ չտվեցի, որ ինձ հանեն դուրս, ընդհանրապես չի կարող, բայց իրականում, այո, Ազգային ժողովի շենքը կվերադառնանք հավանաբար վաղը։ որոշենք, այս բանը չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Օրենքի խախտման ընթացող նիստի չենք մասնակցում։ Շնորհակալություն։ Պարոն Ղազինյան, կներեք, քանի որ մենք դրսում ենք պարոն Կարապետյանը Սումբաքյան անունից դուք եք Ես անցնեմ, մեր գործընկերներ։ Աստղիկ։ Աստղ։ դա փողոքի նոտա է Չէ, ուղղակի մեր խմբակցությունը կարծում եմ այդպես հատուկ չեն քննարկել, բայց նշան աջակցության ինձ որպես ֆրակցիայի անդամ եւ նաեւ իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման հետ կապված որոշեցինք լքենք։ Վաղը գալու է։ Չկա այս բային որոշում, կասենք էլի։ Ու ստերոթին կմասնակցենք, բայց նիստին մասնակցելու որոշում այս բանը չունենք։ Իմ կարծիքով համոզված եմ լսում են կամ լսելու են քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի եւ իրենց պահի ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Չի կարելի 100-150 ՊՊՑ-ի տղաներ, տեսեք այդ ներս գալ է։ Ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չի։
Պարոն Ղազինյան, ներողություն, քանի որ մենք ներսում չենք եղել, դուք հստակ որևէ բառ արտահայտություն ինչ եք ասել, որի Համենը ասել եմ, սա օրենքով, այն ինչ որ դուք հիմա անում եք։ Բարը Գաուսեփյանից հետո այսօր իմիջիալը երևի 5-րդ, 6-րդ ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում եմ լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում եմ լռեք։ Հիմա այդտեղ ինչ անես, լավ, ո՞րն է այդտեղ։ Այսինքն նստես անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր падգամավորի ելույթից հետո իրանք ինչ են անում։ Այսինքն այնքան բարեկրթությունն էլ մի բան չի, էլի։ Այնքան իրենք այսպես ասած սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ընդհատեց падգամավորին, ինքը սկսեց խոսալ։ Շուտ չի լինում դες։ Թող հետևություններ անեն ուղղակի։ Այս կոշտ հարցադրումները Արեգ Հովսեփյանին, կոշտ հարցադրումները պատահական են, թե ցանկալի չի տեխնացում։ Չեմ կարող ասել, ես մի առիթով ասել եմ, բացարձակապես չեմ խնդրում, ես համոզված եմ նաև իմ գործընկերները, դա սահմանադրական նորմա, դոնտի բանաձևով ուզում են ընտրեն, ուզում են չընտրեն։ Այնպես չի, որ մեր համար չընտրվելու դեպքում մեր աշխատանքի որակը կամ ինչ-որ այլ բան փոխվելու է։ Այլ տեխնացու բերելու եք։ Չի քննարկվել։ Կանեն իրենց որոշումը, մենք էլ մերը կանենք, հաշվի առնելով, որ մենք ինչ անգամ շշուկով խոսում ենք ամենայն դեպս այս շենքում իրանք իմանում են, մենք էլ քննարկում ենք ըստ անհրաժեշտության։ Շնորհակալություն։